Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխոսնակներ, հարգելի պատգամավորներ, օրակարգային այս հարցով ձեր քննարկմանը ներկայացված ոստիկանությունում ծառայության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի եւ հարագից օրենքներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Ուզում եմ առաջին հերթին փաստել, որ նախագիծը ոստիկանության ոլորտի բարեփոխումների հերթական փուլի կարևորագույն փոփոխություններից մեկն է, նախաձեռնություններից մեկն է, ինչու, որովհետեւ մենք անընդհատ խոսել ենք այն մասին, որ ոստիկանությունում կատարողականի գնահատման համակարգ պիտի ունենանք եւ ըստ էության թե առաջխաղացումները, թե նաեւ պատասխանատվության միջոցների կիրառումը պիտի լինի արժանիքահեն եւ փաստահեն տրամաբանության մեջ։ Ըստ այդմ նախաձեռնությամբ առաջարկվում է ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ, որը ընդհանուր գնահատական կձևավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով եւ այն կլինի չափելի ըստ էության եւ մենք կկարողանանք թե անհատական մակարդակում եւ թե նաեւ կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատել ծառայության կողմից իրականացված աշխատանքը եւ տալ նաեւ համապատասխան գնահատականներ։ Նշեմ, որ ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, կատարողականի, այսինքն ընթացիկ գնահատականների միջին թվաբանականն է եւ ֆիզիկական եւ մարդկային պատրաստականության արդյունքում ստուգարքների ընդհանուր գնահատականից։ Ըստ էության մեր խնդիրն այն է, որ մենք ոչ թե պիտի գնահատենք եւ չափենք ծառայողի ակտիվությունը որպես այդպեսին իր գործառույթներն իրականացնելիս, այլ գործառույթների իրականացման արդյունավետությունը։ Իսկ սա նշանակում է հստակ եւ չափելի հիմնական ցուցանիշներով հասկանալ եւ գնահատել ծառայության եւ ծառայողների կոնկրետ կատարողականը։ Կարևորում եմ այն կոմպոնենտը, որ մենք որոշել ենք ներդաշնակ կապ գեներացնել ատեստավորման համակարգի եւ կատարողականի գնահատման համակարգերի միջև, ինչու, որովհետեւ ատեստավորումն իրականացնում են 3 տարին մեկ անգամ կտրվածքով, իսկ սա հնարավորություն չի տալիս ընթացիկ գնահատումներ եւս իրականացնել ծառայողների կատարողականի մասով եւ ըստ այդմ տալ ավելի ամփոփ գնահատական ծառայության աշխատանքի մասով։ Մենք գնահատում ենք, որ պիտի կատարողականի միջին թվաբանական դուրս բերվի 3 տարվա հաշվարկով եւ սրան գումարվի արդեն ատեստավորման տրամաբանության մեջ եկող ստուգարքների ընդհանուր արդյունքները։ Ուզում եմ փաստել, որ ունենք մի շարք ծառայողներ, որոնք 3 տարվա կտրվածքով կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց տարբեր պատճառներից ելնելով ատեստավորման բուն քննությունները չհանձնել ոչ պատշաճ, ոչ համապատասխան այն աշխատանքին, որն իրականացրել են 3 տարվա կտրվածքով, եւ հակառակ օրինակը եւս ունենք 3 տարվա կտրվածքով աշխատողը կարող է ոչ փայլուն արդյունքներ գրանցել, բայց պատրաստվելով ատեստավորմանը կարող է մի քանի ստուգարքի արդյունքում լավ գնահատական ստանալ կամ գերազանց գնահատական ստանալ եւ այս մոտեցումը թույլ պիտի տա մեզ ներդաշնակեցնել ընդհանուր աշխատանքը եւ դուրս բերել առավել օբյեկտիվ պատկերը։ Նշեմ, որ կատարողականի գնահատումը բնականաբար պիտի ազդեցություն ունենա ոստիկանության ծառայողների համար եւ մենք նախատեսում ենք, որ դրական արդյունք ունեցող ծառայողը ինքնաբերաբար պիտի հավակնի առաջխաղացման, եթե առաջխաղացման հնարավորություն կա, կամ խրախուսանքի։ Իսկ բացասական արդյունքների դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումն ըստ էության սահմանափակվում է։ Բնականաբար օրենքի մակարդակում շատ դետալներ նշել չենք կարող եւ նախատեսում ենք ներքին գործերի նախարարի հրամանի մակարդակում մնացյալ մանրամասները կարգավորելու վերաբերյալ դրույթ։ Նշեմ, որ մեկ այլ փոփոխությամբ առաջարկում ենք վերապատրաստման պահանջը տարածել նաև ոստիկանության կրտսեր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ եւ այս համատեքստում հաշվի առնելով ոստիկանապետի պաշտոնի առանձնահատկությունը նախատեսում ենք հնարավորություն վերապատրաստման տեսանկյունից։ Ներդաշնակեցնում ենք փրկարար ծառայողների եւ ոստիկանության ծառայողների ատեստավորման մեխանիզմը, ոստիկանության դեպքում պաշտոնին նշանակվելուց հետո 2 ամիս անց անձը կարող է հավակնել ատեստավորման, իսկ փրկարար ծառայության դեպքում 6 ամիս անց եւ ըստ այդմ առաջարկում ենք փրկարար ծառայողների դեպքում եւս 2 ամսվա կանոնը նախատեսել։ Նախարարի հրամանի մակարդակով կնախատեսենք նաեւ ատեստավորման անցկացման ժամանակացույց առաջին փուլի այն ծառայողների համար, որոնք օբյեկտիվորեն դեռ չեն հասցրել հանձնել ատեստացիան, կախված կառուցվածքային մի շարք փոփոխություններից, որոնք ընդհանրապես ունեցել ենք ոստիկանության համակարգում։ Եվ մի փոքր տեխնիկական փոփոխություն եւս առաջարկում ենք նախկին ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական նախաձեռնության մասով, որտեղ որ ներքին գործերի նախարարության կրթահամարերի տեսանկյունից պիտի ֆիքսենք, որ այն քաղաքացիական կառավարմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն է։ Ըստ էության կատարողական առաջարկում ենք ուժի մեջ դնել 2027 թվականի հունվարի 1-ից, որպեսզի մինչ այդ նաեւ հասցնենք փորձարկել կատարողականի գնահատման այն ցուցիչները, որոնք պիտի լինեն օբյեկտիվ, չափելի եւ թույլ տան անաչառ դիտորդի մոտ նաեւ օբյեկտիվության բարձր նշաձող սահմանել այս համակարգի նկատմամբ։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։